Բարև ձեզ, սիրելի ռադիո լսողներ եւ ռադիո դիտողներ, ձեր ռադիո ընդունիչները FM 106 եւ 5 հաճախականության վրա են, եթե մեզ լսում եք կամ դուք մեզ դիտում եք գործարար ալիքի լրատվական ռադիոյի թվային հարթակներում, YouTube-ում, Instagram-ում, Telegram-ում կամ որևէ այլ թվային հարթակում։ Տաղավարում Սարգիս Կարապետյանն է, ու այսօր Սարգիսը մենակ չէ։ Սարգիսին խնդրենք, որ ներկայացնի մեր երկրորդ հյուրին, Սարգիսը որպես հնաբնակ է տաղավարի, ասեմ, որ Սարգիսի հեղինակային հաղորդաշարը մենք շարունակելու ենք այս տարի, բայց հիմա այդ հարցով չենք հավաքվել։ Սարգիս, խնդրեմ։ Ողջույն Դավիթ ջան, շնորհակալություն հրավերի համար։ Այսօր մենք Արարատի հետ ենք, Sirius Capital-ի հիմնադիր եւ տնօրեն։ Ոնց որ տեսնում եք, մեր հագնվածն էլ արդեն ասում է, որ տեխնոլոգիական եւ ֆինանսական համայնքները միավորվել են մի հետաքրքիր նախագծի շուրջ։ Ընդհանրապես այս վերջի տարին մեր մոտ մերձեցման տարի էր ֆինանսական եւ տեխնոլոգիական ընկերությունների Արարատենք իրենց ֆինտեխ պրոդուկտով արդեն երկար տարիներ ԱՏԶՄ անդամ են, բայց Sirius Capital-ի հետ համագործակցությունը լուրջ նոր ենք սկսել։ Անցած տարին փակեցինք նոր նախագծի հայտարարությամբ ու այսօր եկել ենք դրա մասին խոսենք։ Այո, իրոք շատ է աջելի որ մեր ոլորտները սկսել իրար մեջ շփումը ու ավելի ակտիվ է։ Առաջինը երևի Digitech-ում ստացվեց, երբ որ ֆինանսական կազմակերպությունները կանգնած էին կողք կողքի IT կամպանիաների հետ, տեխնոլոգիական կամպանիաների հետ, ու հիմա ստացվել է, որ արդեն ոչ թե սպասարկման խնդիրը, այլ իրոք ֆինանսական ոլորտը սկսել է սպասարկել նաև ԱՏԶՄ-ին, ԱՏԶՄ-ի կարիքները, ԱՏԶՄ-ն աճում է ու իր պրոդուկտները ոլորտի հետ կապված, ու մենք որպես ֆինանսական ներդրումային կազմակերպություն ուզում ենք տանք հնարավորություն նաև հանրությանը մասնակցել այդ աճի մեջ ֆինանսական գործիքների շնորհիվ։ Սիրելի ռադիո լսողներ, գործընկերները անդադար ձգձգում են, ես առաջ գնեմ, խոսքը գնում է նրա մասին, որ ԱՏԶՄ-ն պարտատոմսեր է թողարկում, ինչքանով որ ես հասկանում եմ, Sirius Capital-ը զբաղվելու է պարտատոմսերի տեղաբաշխմամբ։ Այո, իրականում շատ հստակ պրոդուկտ է, մենք convertible note ենք անում, որ նոր դառնալու է պարտատոմս։ Convertible note-ը շատ հայտնի պրոդուկտ է, երբ որ դու տալիս ես պարտքով փող, որ նոր դառնում է պարտատոմս։ Հիմա 13% եկամտաբերությամբ հնարավորություն կա ներդնել ու մասնակցել ԱՏԶՄ-ի զարգացման մեջ, ու ԱՏԶՄ-ն 3 տարվա ընթացքում այդ տոկոսները փակելու է, ու ամենակարևորը կա պետական արտոնություններ, տոկոսադրույքը չի հարկվում ի տարբերություն ավանդների, ու ամենակարևորը դա ունի երկրորդական շուկա։ Դու կարող ես ցանկացած րոպե ելնես երկրորդական շուկայում վաճառես։ Ինչքանով որ ես հասկանում եմ, այնքան էլ ընդունված չի մեր երկրում համենայն դեպս, որ հասարակական կազմակերպությունը non-profit-ը պարտատոմսեր թողարկի։ Սա մեր երկրում առաջի դեպքն է եւ չգիտեմ դրսի փորձ կա, չկա, ուսումնասիրել եք, նայել եք։ Եթե Արարատը թույլ կտա, ես պատասխանեմ այս հարցին, ուզում եմ պատմեմ ոնց է միտքը եկել։ Նախ օրենքով դա կարելի է, չի արգելված չի։ Ճիշտ է մարդկանց ծանոթ է կորպորատիվ պարտատոմսերը, բայց նաև մարդկանց ծանոթ է պետական պարտատոմսերը, իսկ պետությունը բիզնես չի, չէ՞։ Ինչ է կատարվում։ Գումարը վերցվում է, դրվում է էկոնոմիկայի աճի մեջ, էկոնոմիկան աճում է, այդ գումարները եւ սպասարկման տոկոսները տրվում են։ ՀՀ օրենքով թույլատրվում է ՀԿ-ներին պարտատոմսեր թողարկել։ Ուղղակի սովորաբար ՀԿ-ները նման աճ չեն ունենում, որպեսզի կարողանան սպասարկեն, ու մեր մտքով էլ չէր անցնում, այդ որ ասում եմ մերձեցման ընթացքը անցած տարի, Արարատի հետ խոսում էինք, տենց շատ միամիտ, հա, պատմում էի, որ ոգևորված պատմում էի, թե ԱՏԶՄ-ն վերջին 3 տարվա ընթացքում ոնց է զարգացել, 170% անդամները աճել են, 4 անգամ աճել է անդամավճարները, ֆինանսական մեծ բում է կատարվում, Digitech-ը 2 անգամ աճել է, այսինքն մեր բոլոր ֆինանսական ուղղությունները ու նաև մեր ազդեցությունը մեծացել է։ Այսինքն ֆինանսները ինչ է ռեսուրս է, որը էլի ներդրվում է ի տարբերություն բիզնեսների, մեր դեպքում ոչ ոք դիվիդենդ չի վերցնում,
ԱՏԾՄ-ն պատկանում է 270 անդամներին եւ այդ ամբողջ գումարները, որ գալիս է, նորից ներդրվում է զարգացման մեջ։ Ու պատմում էի, տենց մի քիչ գլուխ էի գովում, հա, որ սենց շատ ագրեսիվ աճում ենք, բայց դե չի հերիքում մեր մուսկուլները, էլի ոնց որ այ որ եթե բիզնեսը լինեինք, հիմա ներդրումներ կբերեինք ու այլ ավելի մեծ զարկով ներդրում կանեինք, Digitech-ը մի քանի անգամ ավելի մեծ կանեինք, կմիջազգայնացնեինք, անդամակցությունը ավելի սփյուռքի ներգրավվածությունը կմեծացնեինք, չգիտեմ, coworking կսարքեինք մեր անդամների համար, գրասենյակային տարածքներ, ասում տենց ափսոս է, էլի, որ մեր ազդեցությունը, ինչքան էլ որ աճում ենք, մեր ամեն տարի շատ ավելի մեծ ազդեցություն կարանք թողնենք, քան այն ռեսուրսները, որ հիմա ունենք, ափսոս բիզնես չենք, որ ներդրումներ բերենք, որովհետեւ ասում եմ, բայց ով է ասել, որ դուք չեք կարող ներդրումներ բերեք, ու տեղ բացվեց այս թեման։ Իրոք այդ հնարավորություն է բոլորիս համար, որովհետեւ հազվագյուտ ասոցիացիան է, ոլորտային, որն նախ աճում է, երկրորդը ինքը ունի սեփական ռեսուրսներ, մի հատ չկա մի հատ խորը մեծ գրպան, շատ հայտնի դյաջայի, որ նոր հովանավոր էր այդ ասոցիացիան, բոլորն ասեն ամենախելացի դյաջան է, ինքը լրիվ ինքնաբավարար է, անդամները իրոք մասնակցում են, միակ տեղն էր, որ բորդով գոյություն ուներ խորհուրդ, ու այդ խորհրդի մեջ իրոք կային դերեր, կա հայտնի կազմակերպության տնօրեն, որն որ պատասխանա ֆինանսական հաշվետվության համար ԱՏԾՄ-ի։ Օրինակ նաև կա աուդիտորական հաշվետվության, այսինքն դերեր է բաժանված, ու այդ դերերը ֆունկցիոնալ են։ Ուղղակի բան չի, պաշտոն չի, որ ես գիտեք ԱՏՄ-ի խորհրդի անդամ եմ։ Ու այդ նշանակում է, որ գործող մեխանիզմ է, որն որ կարիք ունի, քանի որ ոլորտն է աճը, մեր տեխնոլոգիական ոլորտը, համ քանակությամբ է աճում, համ ծավալով։ Բնականաբար այդ ոլորտը աճելու, սպասարկելու համար ասոցիացիան պետք է ունենա այդ մուսկուլները։ Այդ մուսկուլների համար պետք է ներգրավել գումար։ Հիմա գնաս անդամներին ասես, գիտեք, այսօրվանից պետքա տակ ավելի բարձր անդամավճար, այդ սխալ կլինի, որովհետև անդամները շատերը տարբեր ստադիաներում են աճի։ Իսկ ԱՏԾՄ-ն չի կարող լինի, օրինակ, ավելի սպասարկի մեծերին կամ փոքրերին, ինքուն իր քաղաքականությունը, թե ինչպես է աճում անդամավճարով։ Բայց նաև եթե վերցնենք, թե ինչ պրոյեկտներ ունի լրացուցիչ, Digitech-ը, WCIT, Armat Lab-ը, այդ պրոյեկտները ունիկալ են։ Ու ամեն մեկը զարգանում է իր լավ տեմպով։ Նույն Digitech-ը այնքան ուժեղ է, որ երևի Հայաստանի ամենամեծ մարտականակով, հյուրականակով ցուցահանդեսն է։ Հայկական բարձրավանդակի։ Տարածաշրջանի, հա, այսպես ասենք, ամենամեծ տեխնոլոգիական ցուցահանդեսն է։ Եկեք փորձենք սենց բաժանենք, հա, այդ գործողությունը, որը դուք պլանավորում եք անել, ճանապարհի կեսին եք կարծես թե, հա, արդեն հեսա տեղի է ունենալու։ Ինչ է դրանից ստանալու այն մարդը, ով գնում է այդ պարտատոմսը, եւ ինչ է դրանից ստանալու միությունը, այսինքն համայնքը։ Մի հատ կներեք բան, կարճ պատմեմ, թե ինչպես է դա նախ առաջ կատարվում, փոքր գովազդ։ Այսինքն շատ մարդիկ տեղյակ չեն Հայաստան ինչպես է գնվում պարտատոմս կամ convertible note։ Նույնպես, ինչպես որ մարդը ցանկացած ներդնող կարող է բացի ավանդ, կա ներդրումային կազմակերպության ծրագիրը հավելված է, կարող ես քաշես, հաշիվը բացես, ու այդ հավելվածի մեջ ոնց որ բանկային հավելվածով կատարես քո գնումը, ցանկացած գնում, անպայման չի մենակ ԱՏԾՄ-ի, կուզենաս պարտատոմսերի շուկա պետական, խնդիր չկա։ Ու երբ որ մենք ունենանք ավելի շատ հաճախորդներ, ոլորտի նկատմամբ ներդրումային, այդ դեպքում կլինի մրցակցություն։ Հիմա մրցակցությունը մի քիչ թույլ է, բանկերը դոմինանտ են ու դրա համար օրինակ պետական պարտատոմսի եկամտաբերությունը կարող լինի ավելի բարձր, քան օրինակ բանկային ավանդի կամ բանկային պարտատոմսի, որն որ շիտկվում է կորպորատիվ պարտատոմսերի թողարկումով։ Հիմա օրինակ կորպորատիվ պարտատոմս տալիս է 13% եկամտաբերություն, իսկ բանկայինները 10-ից ավել չկա։ Այդ նշանակում է որ 3%-ը այդ ասած մակրո քյարն է, որ մարդիկ կորցնում են, երբ որ գնում են երբ որ ավանդ են դնում, ոչ թե պարտատոմս են։ Օրինակ, հա։ Պլյուս եկամուտները չի հարկվում պարտատոմսերից։ Ինչը էլի ինչ որ տոկոս է։ Այո։
ու ավելի հստակ ու իրենք ստանում են նույնպես հաշվի վրա այդ գումարը, կարող են վերաներդնեն եւ այլն։ Իսկ ինչ մնում է գումարը ինչու՞ն է գնալու։ Գումարը ունի մի քանի ուղղվածություն ու նպատակներ։ Գնալու է Digitech պրոյեկտի, գնալու է անդամների վստահ եմ որ Սարգիսը ավելի լավ կպատնի Անդամակցությունը ավելի ընդլայնելու, թե Հայաստանում կան բավականին մեծ քանակի տեխնոլոգիական ընկերություններ, հիմա ակտիվ մենք աճում ենք գիտես ամեն տարի, անցած տարի 75 նոր անդամ է միացել։ Անցած պրակտիկորեն տարվա վերջին մի քանի ամիսը մենք անդադար ըստ աղավարից խոսել ենք դրա մասին։ Պլյուս կա Սփյուռքի ընկերությունները հայ հիմնադիրների կողմից, որը անսահմանափակ ոնց որ շուկա է բացվում։ Դե Digitech պոտենցիալ ունի 3-4 անգամ աճելու մոտակա 3-ից 5 տարիների ընթացքում ու նաև մեծ պահանջարկ կա coworking եւ միկրոօֆիսների, հատկապես ստարտափների համար, որոնք արագ դինամիկ մի քանի ամսվա ընթացքում կարող են մի քանի անգամ թիմը աճել կամ փոքրանալ ցավոք սրտի ժամանակն է, որ ԱՏԶՄ-ն տենց անունը դրել ենք ԱՏԶՄ Powerhouse ժամանակն է, որ ֆիզիկապես էլ համախմբի։ Մենք համախմբում ենք որպես համակարգ 270 ընկերությունների, բայց կարծում ենք այդ 270-ից 100-ին կարող ենք համախմբել մեկ հարկի տակ ֆիզիկապես, ինչը էլի եւ լավ պայմաններով գրասենյակային տարածքներ կլինի համայնքին եւ ԱՏԶՄ-ին նոր եկամուտների աղբյուր կլինի, որը էլի կներդրվի համայնքի զարգացման մեջ։ Ու նաև շատ կարևոր է, օրինակ զարգացած երկրներում կան այդ կլաստերները, օրինակ Մերգելյանն է այդպիսի կլաստեր ձևավորվել, ուրիշ այդպիսի կլաստեր Հայաստանում չկա, իսկ Մերգելյանը արդեն հագեցած է։ Պատահաբար է տենց դարձել։ Ես վստահ եմ, որ այդ հարցի պատասխանը դու գիտես, Դավիթ ջան, դեռ ԱՏԶՄ-ն 25 տարվա կազմակերպություն է, ու եթե չեմ սխալվում 2000 մինչև 10 թվականը ԱՏԶՄ-ն տեղափոխվեց Մերգելյան ու կարծում եմ շատ լուրջ դեր է խաղացել։ Ես կարամ ես արխային ասեմ, որովհետև իմ ժամանակ չի եղել, կարամ գլուխ կովամ դրա մասին, իմ ձեռքբերումը չի։ Այդպես է, բայց փաստացի բավականին մեծ ժամանակավորեն այդպես է ստացվում։ Մինչև հիմա ԱՏԶՄ-ի լոգոն դեռ այնտեղ կա։ Ու իր շուրջ հավաքվել են IT ընկերությունները։ Բայց դե արդեն համայնքը շատ մեծացել է ու Մերգելյանը չի հերիքում, ժամանակն է եւս մեկ կլաստեր ստեղծելու ու մենք ներդրումների ահագին մեծ կտոր պլանավորում ենք հենց այդտեղ ներդրում անել։ Տեխնիկական ավելի հարցերին գանք, Արարատ։ Ներդրում ասելուց մեր երկրում մեծ հաշվով մարդիկ երկու բան են պատկերացնում, անշարժ գույքի մեջ ներդրում եւ ավանդի տեսքով ներդրում։ Պարտատոմսերի մասին երևի թե նախորդ տարվա ընթացքում մենք այս տաղավարում խոսել ենք 5-6 անգամ։ Ձեր գործընկերներին, չէ՞, տարբեր ընկերությունների բանկային ոլորտից մարդիկ են եկել, որոնք էլի խոսել են պարտատոմսերի մասին։ Այսինքն ինքը ոնց որ նոր բան է Հայաստանում, բայց կարծես թե տեղավորվում է։ Եթե մի կողմ դնենք Սարգիսի նկարագրած գործընթացի գաղափարական հատվածը, որ այդ պարտատոմսը ձեռք բերելով դու նաև մասնակից ես դառնում շուտ ավելի մեծ բանի, ոչ միայն 13% եկամտաբերություն ես ստանում, որը չի հարկվում, այլ նաև մասնակցում ես շուտ ավելի մեծ գործընթացի, որը պիտի որ մուլտիպլիկատիվ էֆեկտ ունենա, ու երբ որ դու այդ էֆեկտը տեսնես, քեզ լավ կզգաս, որ դու ինչ-որ մի չափով դրան մասնակից ես եղել։ Ավելի մանրամասն պիտի խնդրեմ նկարագրես, թե որն են առավելությունները անշարժ գույքի ներդրման հետ համեմատած եւ դասական բանկային ավանդի հետ համեմատած։ Եթե վերցնենք անշարժ գույքը, առաջինը ձգտում են եթե ընդհանրապես չեն ունեցել անշարժ գույք։ Երբ որ այդ բազան արդեն փակված է, արդեն անշարժ գույքը դիտարկվում է որպես ներդրում, որովհետեւ այդ անշարժ գույքի հետ պետք է աշխատել, վարձով տալ կամ սպասել վաճառել, ու դա ունի գործնական խնդիրներ։ Կարող է չգիտեմ, սանանգույցը տրակի, ջուրը հոսի, ռիսկները պետք է կառավարել, ու նաև կարող է հոսքը տուրիստների քիչ լինի, կամ մեջ կան տուրիստները տունը ջարդուփշուր անեն, կան շատ միշտ խնդիրներ կա կապված անշարժ գույքի հետ, եթե դու ներդրումային կերպ ես նայում։ Նաև ամենամեծ պարամետրը, որ նայում ենք ներդրումների մեջ, անշարժ գույքի, ինչքան գումար տվել ես ու ինչքան վարձ ես ստանում քո ծախսած գումարին։ Եթե ծախսած գումարի եկամտաբերությունը 10%-ին մոտ է, այդ համարվում է լավ եկամտաբերություն։ Շատ լավ ռեզուլտատ, այո։
բայց սովորապես այդ ակնկալիքը չի ստացվում, մոտավորապես 6% է իջնում ռեալ եկամտաբերությունը։ Բայց նաև չմոռանանք, որ դա դեռ չի հարկվել, բայց մեր պետությունը ու բոլոր պետությունները իրականում նախընտրություն ունեն, որ վերջապես գնան ու հարկեն բոլոր այդ մարդկանց, ով որ վարձով է տալիս իրենց տները։ Ու այդ մեծ խնդիր է լինելու բոլոր այն մարդկանց, ով որ դրա վրանով ապրում են, որովհետև պետք է ԱԶ բացեն, ԱԶ-ով հանձնեն, ու հսկայական հարցեր է Բացիկ ինչ որ գործողություններ է պահանջում։ Այո, դա լինելու է իրոք գլխացավ, ու եթե վերցնենք ավանդը երևի ամենահարմար գործիքն է, որ կարող է գնաս բանկում հաշիվ բացես վարքենական, փող ստացար, այդ փողը տեղադրիր ավանդում, բայց պետք է ավանդում պատասխանես հարցին, թե որտեղից այդ եկամուտները քեզ օֆիցիալ են թե ոչ օֆիցիալ, եթե այդ հարցերին պատասխան ունես, ուրեմն ստանում ես ավանդի տոկոսը։ Ավանդի տոկոսը հարկվում է 10%-ով, ու եթե օրինակ 10% եկամտաբերություն է, դու մաքուր ստանում ես 9% եկամտաբերություն քո համար։ Ու ավանդի տոկոսները սովորապես ցածր են, որովհետև գոյություն ունի պետական երաշխիք 16 միլիոն դրամի այդ ավանդների ապահովագրությունն է կոչվում։ Իսկ ներդրումային ոլորտի մեջ այդ ապահովագրությունը չկա, բայց մենք ոնց որ շրջանցում ենք բանկային եկամուտը ու անմիջապես տալիս ենք հնարավորություն վարկավորել կորպորատիվ հաճախորդին։ Ու ներդնողները տեսնում են, թե եթե հայտնի անուն է, օրինակ նույն ԱՏԶՄ-ն 25 տարի պատմություն ունի հարյուրավոր անդամներ, այդ անդամները շատ հարգված կազմակերպություններ են, միջազգային ու լոկալ, ու ունի օրինակ վստահություն կազմակերպության հանդեպ, ինչ պետք է տա մեզ ավանդ, եթե բանկը գնալու է նույնպես վարկավորի նույն ԱՏԶՄ-ին։ Իրոք բանկերից մեկը կարծիքով կարելի է գաղտնիք չի, վարկ տվել է ԱՏԶՄ-ին ու մինչև հիմա էլ մեծ ցանկություն ունի այդ վարկերը շատ շարունակի տալու։ Եթե ԱՏԶՄ-ն հնարավորություն ունի անմիջապես վարկավորվել այդ ավանդ դնող մարդկանցից, այդ ընտիր հնարավորություն է, ու Ներկենտրոնական բանկը իրոք ուզում է, որ մենք շարունակենք ֆինանսական սեկտորի զարգացումը բորսայով, այսինքն դառնանք շուկայական ֆինանսական սեկտոր, ոչ թե մենակ բանկային, նաև շուկայական։ Իսկ շուկան ձևավորվում է ներդրումային կազմակերպությունների մեծամասամբ ջանքերով։ Մենք բերում ենք շուկա մեծ կազմակերպություններ ու ներգրավում ենք հանրային ինվեստորներին։ Նաև բանկերն են ակտիվ այդ շուկային մասնակցում։ Բանկերն են ներդրումային գործիքներ, իրանք էլ են թողարկում պարտատոմսեր, իրանք էլ են գնում պարտատոմսեր որպես ակտիվներ, գրավադրվում են պարտատոմսեր բանկերում, այսինքն դա այնպես չի, որ միգուցե դա մրցակցում է բանկի ինչ որ պրոդուկտների հետ, բայց հենց բանկերը իրենք նույնպես ունեն այդպիսի պրոդուկտներ, դա իրենք մի քիչ տարբերվող պրոդուկտ են։ Օրինակ ավանդի դեպքում մարդուն այդքան շատ գիտելիք պետք չի խորանա այդ գումարը ինչ է արվում եւ այլն, ավելի հեշտ ներդրում է, բայց այդտեղ հնարավորություն կա, որ մարդը մի քիչ ավել ոնց որ խորանա թե ում է այս գումարը ինչ է արվում, նախ իմաստային ներդրում ունենա, իմանա որ իր գումարը ինչի վրա է ծախսվում, որտեղ է ներդրվում ու նաև մի քիչ ավել ռիսկեր վերցնելով ավել եկամտաբերություն ունենա, այսինքն այստեղ գիտելիքը գնահատվում է ու բանկերը դա հասկանալով նաև այդ պրոդուկտն են առաջարկում։ Հենց որ այստեղ տենց ավելի advanced բաների համար, յուզերների համար, տենց շատ տենց արճակատում չկա, այսինքն այստեղ ավելի շատ համագործակցություն է ու նոր շուկայի ձևավորումը, որը օգտակար է բոլորին, նաև բանկերին, որտեղ այն մարդիկ, ովքեր որ այդ տիպի ներդրողներ են, ավելի գրագետ, ավելի իմաստային ներդրողներ են, իրանքի ավանդ չեն սիրում։ Իսկն բանկն էլ ուզում է ունենա տարբեր առաջարկներ, այնպես որ այստեղ ուղիղ մրցակցություն չկա, ավելի շատ կա հավելյալ պրոդուկտ առաջարկելու ու հավելյալ շուկա ստեղծելու, որը օգտակար է բոլորին, եւ կորպորատիվ, ովքեր որ այդ վարկերը ստանում են, եւ բանկերին, եւ այլ ֆինանսավարկային բանկային կազմակերպություններին։ Օրինակ բանկերի ծրագրերում շատերը ունեն արդեն ներդրումային ծրագիր, բանկային on-line բանկինգից բացի ունեն նաև ներդրումային ծրագիր։ Ու այդ ծրագրում կապ չունի դու որ բանկի հաճախորդն ես, եթե այդ բանկը ունի ներդրումային ծրագիր, դու հնարավորություն կունենաս նաև գնել այս պարտատոմսը։ Application-ով, այո։ Այդ application-ով անպայման կարող ես գնես ԱՏԶՄ-ի պարտատոմսը առաջնային կամ երկրորդական շուկայում։
շուկան հենց դրա է դրական։ Դրա մասին էլ կխոսենք, առաջնային եւ երկրորդական շուկայի մասին էլ անպայման կխոսենք, որտեղ դա էլ ոնց հասկանում եմ առանձին գործունեության տեսակ է, այսինքն մի գործարք դու անում ես պարտատոմսը ձեռք բերելով, առնելով թողարկողից ու այդտեղ հետո երկրորդային շուկա է ձևավորվում։ Մենք ցենց երկար մանրամասն քննարկում ենք իրար, բայց լսողների մոտ կարա հարց առաջանա, երբ որ դու բանկ ես գնում, դու վստահ ես, որովհետեւ միշտ հնչում է դասական արտահայտությունը, որ բանկը վերահսկվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից եւ դա ինչ որ մարդկանց վստահություն է ներշնչում։ Արդյոք այս գործընթացը վերահսկվում է եւ համակարգվում է ինչ որ պետական մարմնի կողմից։ Բոլոր ընթացքները, պարտատոմսները թողարկելու, վաճառելու երկրորդական շուկան վերահսկվում է կենտրոնական բանկի կողմից։ Ներդրումային կազմակերպությունները նույնպես վերահսկվում են կենտրոնական բանկի կողմից, մենք բոլորս մի էկոսիստեմայի մասնակիցներն ենք։ Ուղղակի հիմա մեր էկոսիստեմաների միացում է կատարվում, երբ որ IT ոլորտը ավելի շատ ներխուժում է ֆինանսական ոլորտի հետ, ու մեր մոտ էլ կատարվում է այս տրանսֆորմացիա, երբ որ բանկեր ու ներդրումայինները 5 տարի առաջ շատ վատ կամ ոչ չունեին ընդհանրապես հավելվածներ, հիմա վերջապես բոլորը ունեն հավելվածներ։ Հիմա հավելվածների մեջ ավելանում է AI tool-եր, ու այդ ամեն ինչը մեծացումը մեր ոլորտների չարնակում է, այսինքն ֆինանսական ոլորտը լրիվ տրանսֆորմացիայի մեջ է IT ոլորտի շնորհիվ։ Ոսկով շահում ես դու, շահում են բոլորը։ Այո, շահում են բոլորը։ Այդ product-ը ձևավորելուց, որի մասին որ մենք հիմա խոսում ենք, դուք ո՞նց եք պատկերացրել, ինքը ավելի շատ B2B-ա, թե B2C-ա, թե հավասարաչափ, այսինքն ընկերություններն են ձեռք բերելու ավելի շատ, թե ինչ որ անհատ մարդիկ են ձեռք բերելու, ո՞նց եք կարծում։ Փորձը ո՞նց է ցույց տալիս։ Փորձը ցույց է տալիս, որ մեծամասնությունը գնում են ավելի ունդևոր մարդիկ, որ ունեն ավանդներ, բայց մարդիկ ոչ թե ձեռնարկությունները, ճիշտ հասկացա, այսինքն ինքը մարդկանց համար է ավելի շատ։ Այո, բայց սովորապես ձեռնարկությունները դա ֆոնդեր են։ Հայաստանում նոր կլաս է ձևավորում ներդրողի, դա ֆոնդեր են, որոնք ակտիվ մասնակցում են առաջնային շուկային։ Ու առաջնային շուկայում գնում են պարտատոմսեր։ Ընդհանրապես մեր պարտատոմսերը, որ եթե վերցնենք գներ են առաջնային շուկայում, երկրորդական շուկայում գները աճում են, որովհետև տոկոսադրույքը 12%-ից պետականը ընկել է մինչև 6.5 հիմա։ Ու այդ նշանակում է արելի աճ է տնտեսության ու ֆինանսների համար, պարտատոմսների շուկայի համար։ Ու շարունակում է, այսինքն այդ ամեն ինչը թաքնված աճ էր, որ նոր կապված էր Հայաստանի պետական որպես գեոպոլիտիկայի ռիսկերի հետ։ Հիմա այդ ռիսկները որ չկանում են, մեր տնտեսությունը ավելի հետաքրքիր է դառնում համ դրսի ներդնողի համ ներսի։ Օրինակ վերջի թողարկումների մեջ մենք նկատել ենք, որ մոտավորապես 25%-ը գնորդների արտերկրից են։ Նույն հիմա քննարկում ենք թողարկման հետ կապված ներդնողների առաջի ամենապատրաստականները դրսիններն են, որովհետև տեսնում են, որ դրամը շատ ստաբիլ արտարժույթ է ու ամրանում է, ու տեսնում են, որ մեր տոկոսադրույքներն էլ գնալով իջնում են։ Այդ նշանակում է ինչ պարտատոմս էլ որ գնես, դու կշահես ոչ միայն տոկոսադրույքը, նաև իր գնային արժեքի փոփոխությունը։ Կարող է գնես, այդ փոփոխությունը կարող տարբեր լինի, բայց հավանաբար հիմա տենդենցիան այդ կողմն է։ Ես ավելացնեմ նաև, որ հենց ԱՏԶՄ-ի համար այս միայն ֆինանսավորման ու ներդրումներ ներգրավելու միջոց չի, սա նաև եւս մեկ միջոց է, բացի անդամակցությունից, անդամակցությունը ընկերություններն են անդամակցում, բայց մենք ուզում ենք, մենք թիրախավորում ենք մեր ընկերություններում, անդամ ընկերություններում աշխատակիցներին, որտեղ միշտ աշխատակիցները ոնց որ մի քիչ դուրս են մնում, չնայած ունենք աշխատակիցներ, ովքեր նվիրատվությունների միջոցով մասնակցում են հատկապես արմատի զարգացմանը, ինչի համար շատ շնորհակալ ենք, բայց երբեք իրանց հնարավորություն չի տրվել իրանք էլ մասնակից լինեն այն ոլորտի զարգացմանը, որտեղ իրանք աշխատում են, այս շատ մեծ հնարավորություն է ու դրանից էլ եկել է մինիմալ չափը 10,000 դրամը մենք երկար քննարկում էինք, դեբատ էինք անում, դե ֆինանսական կազմակերպությունները հիմնական թիրախը ավելի մեծ ներդրողներն են, բայց մենք ըստ ոնց որ պնդեցինք, որ պետքա փոքր լինի, որպեսզի այդ սիմվոլիկ հնարավորությունը տրվի, թեկուզ 10,000 դրամով մասնակցելու, նախ այդ կուլտուրան զարգացնելու, ներդրում անելու, որը մեր համար ռազմավարական նշանակություն ունի, որ մեր համայնքում 50-55,000 մարդիկ, ովքեր միջին ու բարձր աշխատավարձ ունեն, ներդրումներ անելու
մշակույթը զարգանա, երկրորդը նաև ավելի էգոն շոյելու բան լինի, որ ես ինքս մասնակից եմ այն ոլորտի զարգացմանը, որ ոլորտում ես աշխատում եմ։ Դրա համար մեր համար շատ կարևոր է, որ մեծ մասնակցություն լինի, թեկուզ շատ փոքր կտորներով, ճիշտ է, 10,000 դրամի 13% տարեկան մեծ փոփոխություն չի բերելու այդ մարդկանց կյանքում, բայց այդ պարտատոմսը ունենալը սիմվոլիկ նշանակություն ունի։ Ես համաձայն եմ, որովհետև վերջերս այդքան չէ, որովհետև մեր ռադիոլսողները համարում են, որ Արմատ այլևս կայացած նախագիծ է, բայց երբ այդ նախագիծը նոր էր սկսում, մենք շատ էինք զանգեր ստանում մարդկանցից, որոնք հարցնում էին, մենք արդյոք ինչով կարանք օգնենք։ Մինչև հիմա ստանում ենք։ Մենք ռադիոյում էինք այդ զանգերը, այսինքն խոսում էինք ամեն անգամ ինչ որ մարդիկ էին զանգում, ասում էին, որ սա ֆանտաստիկ նախագիծ է, մենք ինչով կարանք օգնենք։ Ինչի հիմա չենք ստանում, կարծում եմ, որովհետև մենք սկսել ենք անդադար Արմատի հաջողություններից խոսալ, ոչ թե պետքերից։ Թու Արմատը հաջողում է բոլոր ուղղություններով, ու մարդկանց մոտ տպավորություն կա, որ Արմատը էլ ոչինչի կարիք չունի, բայց ասեմ ձեզ, հիմա այն մարդիկ, ովքեր որ ուզում են աջակցեն Արմատին, հիմա լավ տարբերակ կա եւ աջակցել եւ եկամուտ ստանալ։ Գիտեք, մի հատ հետաքրքիր տերմին կա դրսում, կոչվում է impact bond։ Այսինքն պարտատոմսերը, որոնք որ ունեն ազդեցություն համայնքի կամ ինդուստրիայի կամ ընդհանրապես ոլորտի հետ կապված։ Ու քանի որ մենք այդ գրադացիաները չունենք, բայց փաստացի մենք խոսում ենք impact bond-ի մասին։ Այսինքն բոնդը, որ նոր բացի նրանից որ տալիս է իր գնորդին եկամտաբերություն, ինքը հսկայական ազդեցություն ունի ընդհանուր ոլորտի վրա։ Իսկ ոլորտն էլ ազդեցություն ունի ընդհանուր մեր երկրի վրա։ Հնայի 76%։ Թող ավելի լինի, մինիմում 2-3 անգամ։ Դե էս որ հաջող թողարկենք ներդրում անենք, մոտակա 3 տարում 10%-ից կանցնենք։ Ցավոք սրտի մեզ հատկացված եթերաժամանակը ավարտին է մոտենում, բայց մենք վստահ եմ, որ պարբերաբար նաև քո հաղորդման շրջանակում նաև մենք էլ կհրավիրենք ու պարբերաբար կքննարկենք, թե որ էտապի վրա ենք, ինչ ռեզուլտատներ ունենք եւ այլն եւ այլն։ Այսինքն մենք շատ ենք սրան վերադառնալու։ Սա լավ հնարավորություն է Հայաստանի ամենաարագ աճող ոլորտներից մեկում ունենալ ներդրում եւ ֆինանսական եւ ոչ միայն ֆինանսական, որովհետեւ դա նաեւ ներդրում է համայնքի մեջ։ Քանի որ այս հաղորդումը շուտ է եթեր գնալու, մի հատ բան հստակ ֆիքսենք, էլի։ Հիմա սկսվել է, կարելի ասել, նախավաճառք ճակերտների մեջ։ Այսինքն մենք արդեն դիմել ենք կենտրոնական բանկ պարտատոմսերի այդ ազդագիրը, որպեսզի հաստատվի, սպասում ենք մոտ օրերին կենտրոնական բանկի պատասխանին, բայց մենք սկսել ենք արժեթղթեր թողարկել նույն պայմաններով, որոնք որ կոնվերտացվելու են պարտատոմսերի, երբ որ պարտատոմսերը թողարկվեն։ Ուղղակի ստեղ հարցերն է, որ պարտատոմսերի վաճառքները շատ կարճ են տևում, մի քանի օր, ու կարող է մարդիկ չհասցնեն գնեն, դրա համար հիմա մենք հնարավորություն ենք բացել, ոնց որ այդ տեղը հիմիկվանից պահելու, որտեվ սահմանափակ են 1.5 միլիարդի լինելու, այդ տեղը հիմա է ժամանակը այդ տեղը պահել, մեր հետ կապ հաստատել, այդ տեղը պահել, որպեսզի իրենք հետո կարողանան պարտատոմս։ Կա արդյոք ինչ որ ցանցային տիրույթ, որտեղ հնարավոր է ընթերցել ու ծանոթանալ եւ պայմաններին եւ այդ մնացած ինֆոին ավելի մանրամասն ինչի մասին որ Սարգիսը խոսեց։ Իհարկե կա կայք, որտեղ որ մի քանի կլիկով կարելի է հասնել արդեն այդ գրանցման ու հավելվածի մեջ կարող է գնել convertible note-ը, որ նոր ապահովում է ձեզ պարտատոմսերի ապակա գնումը։ Պիտի խնդրեմ ասեք այդ կայքը, որտեղ ռադիոլսողները հասանելիություն չեն ունենա դրան։ Դա արդեն կլինի ԱՏԶՄ-ի կայքում եւ Sirius Capital-ի կայքում։ Երկու կայքերում կլինի, բայց նաև ասեմ, որ մենք քանի կենտրոնական բանկը չի գրանցել ազդագիրը, իրանք չունենք գովազդելու, այսինքն պարտատոմսի գովազդ մենք չենք անում հիմա։ Միակ ասում ենք, որ դուք կարող եք հիմա ամրագրել ձեր ապագա հնարավորությունը պարտատոմս գնելու, երբ որ կենտրոնական բանկը գրանցի ազդագիրը։ Երբ ենք սպասում այդ նկարը։ Մոտակա 2 շաբաթվա ընթացքում։ Այսքանը, սիրելի ռադիոլսողներ, մենք վերադառնալու ենք այս թեմային վստահաբար, դուք շարունակեք լսել Գործարար ալիքը, կհանդիպենք։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։